Եվ գնում էր քաղաքի հրապարակների միջով։ Գետի եզերքին այս ու այն կողմում կար կենաց ծառ, որ 12 անգամ պտուղ էր տալիս, ամեն ամիս տալիս էր իր պտուղը, եւ այն ծառի տերևը բժշկում էր ազգերին։ Եզեկիել մարգարեն նույնպես տեսավ գետի եզերքին աճող բազմաթիվ ծառեր։ Դրա համար էլ երկնքի արքայությունը դրախտ կոչեցին, այսինքն ծառաստան, բայց այն տարբերությամբ, որ դրախտի գետը երկրից էր ելնում, իսկ այստեղ Աստծո գահից։ Այնտեղ բազմատեսակ ծառերի մեջ միայն մեկ կենաց ծառ կար, իսկ այստեղ բոլորն էլ կենաց ծառեր են։ Դրախտի գետը ոռոգում էր երկիրը, իսկ այս գետը հրապարակներն ու երանելիներին։ Երանելիները երկնքում ձկների պես լողում են անհուն ուրախության գետում, մոտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Երբեմն էլ թռչուների պես բարձրացած կենաց ծառերին երգում են Աստծո եւ գառան երանավետ ու քաղցր երգերը։ Իսկ տերևները, ասում է, բժշկում էին հեթանոսներին։ Սա չի ընդհանրում, թե երկնքում հիվանդություն կա։ Պարզապես Քրիստոսին հավատացող հեթանոսները մեծ չարչարանքներից հետո գալով կենաց ծառերի հովանու տակ կհանգստանան։ Եվ տեսնելով այլչագեղ տերևները կբժշկվեն անցյալի վերքերից ու վշտերից։ Ոմանք ասում են, թե կենաց ծառի տերևները Քրիստոսի սփոփիչ խոսքերն են, իսկ պտուղը նույն ինքն է, որ ճաշակում եւ ողջանում են երանելիները։ Որին էլ կարոտած հարսը ասում է. ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեցյալն է տղաների մեջ։ Ցանկացա նստել նրա հովանու տակ եւ նստեցի, եւ քաղցր է նրա պտուղը իմ կոկորդում։ Եվ այնտեղ այլևս նզովք չի լինելու, Աստծո եւ նրա գառանգահը գտնվում էր նրա մեջ, եւ նրա ծառաները պաշտում էին նրան, այսինքն բաժանում, անջատում ու զրկանք չկա, եւ թագավորելու են հավիտյանս հավիտենից։ Աստծո եւ գառի արքայական գահը բոլորի հետ էր, եւ հատկապես տեղադրված էր քաղաքում բարձր մի տեղում, փառքի լուսազարդ խորանում, եւ նրա ծառաները, հրեշտակներն ու մարդիկ հազարներով պաշտում էին նրան։ Դարձյալ, նզովք կամ անեծք չի լինելու այնտեղ, քանի որ չի լինելու մեղք, որն էլ պատճառն է նզովքի, չէ որ Ադամը դրախտում անիծվեց եւ նզովելով արտաքսվեց մեղքի պատճառով։ Նրանք տեսնում էին նրա դեմքը, եւ նրա անունը գրված էր իրենց ճակատների վրա։ Եպիսկոպոսի ճակատին գրված էր Տիրոջ սուրբ, սրբերի ճակատին գրվում է բաժնեկից Տիրոջ, ժառանգ Աստծո եւ ժառանգակից Քրիստոսի։ Սուրբերը այնպես պիտի միանան Աստծուն, որ նրա հետ մեկ պիտի լինեն սիրով, ինչպես Փեսան, երբ հոգով միանում է հարսին, նրա հետ մեկ մարմին է լինում։ Ուստի նրանց ճակատին պիտի գրվի Աստծո անունը, որպեսզի այն կարդացողն ասի. դուք բոլորդ Աստված եք եւ Աստծո որդի։ Այնտեղ դեմ հանդիման կտեսնեն Աստծո էությունը։ Եսայի մարգարեն ասում է. դուք տեսնելու եք թագավորին իր փառքի մեջ։ Իսկ Հովանես առաքյալը, թե տեսնելու եք նրան ինչպես որ կա, բայց թե ինչ է, չգիտենք, ինչպես որ այժմ տեսնելով արևը, այնուամենայնիվ չգիտենք, թե ինչ է նրա ամբողջական բնությունը։ Եվ այնտեղ գիշեր չկար, այնտեղ ոչ մի կարիք չկար, ջրագի եւ արևի լույսի, քանզի Տեր Աստված լուսավորում էր նրանց, եւ նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Որտեղ արեգակն է, այնտեղ ջրակ պետք չէ, իսկ որտեղ Աստված է, պետք չեն ոչ ջրակ եւ ոչ էլ արեգակ։ Հրեշտակը ինձ ասաց. այս խոսքերը վստահելի են եւ ճշմարիտ։ Սուրբ մարգարեների, առաքյալների Տեր Աստված իր հրեշտակին ուղարկեց իր այ ծառայի մոտ ցույց տալու այն, ինչ շուտով լինելու է։ 3 պատճառով է ասում շուտով. նախ, որպեսզի հավատացյալներին հորդորի սիրել արքայությունն ու բարեգործությունը։ Երկրորդ, ժամանակի սակավության պատճառով, որովհետև մոտ է ժամանակը։ Երրորդ, շուտով բառը գրելուց հետո գրվեց սկիզբը։ Ահա գալիս եմ շուտով։ Երանի նրան, ով պահում է այս մարգարեության խոսքը։ Ես, Հովանեսը, լսեցի,
և ծնկի իջա երկրպագելու։ Թե ինչու հրեշտակը չթողեց Հովանեսին երկրպագել իրեն, ասվեց վերևում։ Տես թե որքան խոնար են հրեշտակն ու Հովանեսը։ Երկրորդ, եթե երկրպագությունը անգամ դիտվեր իբրև շնորհակալության նշան խոսքի ավարտին, միևնույն է, թույլ չտվեց։ Հովանեսը այսքան իմաստության դիմաց, բացի շնորհակալությունից, ուրիշ ոչինչ չուներ փոխարենը տալու։ Եվ դարձյալ ասաց ինձ. այս գրքի մարգարեական խոսքերը կնքված մի պահիր, քանզի ժամանակը մոտ է։ Նախապես Դանիելին ասաց. կնքիր, որովհետև տեսիլքդ շատ օրերի համար է, այսինքն հեռու է։ Բայց այժմ ասում է. կնքված մի պահիր։ Ով ամբարշտանալու է, թող ամբարշտանա, ով արդարանալու է, թող արդարանա, ով սրբվելու է, թող սրբվի։ Այս խոսքը երկու իմաստ ունի։ Նախ կարծես կամենում է ասել, ահա ավարտին հասան աստվածային գրքերի վարդապետությունը, այլևս սպառված են խրատներն ու սպառնալիքները։ Կուզես արդարացիր, կուզես մեղք գործիր, դու գիտես, քո արյունը քո գլխին։ Նաև լիովին ցույց տրվեց, թե արդարների վարձքը և թե մեղավորների տանջանքը։ Երկրորդ, հեգնում է ամբարիշներին, որոնք լսելով այս ամենը տակավին հանդգնում է մեղանչել, որից առավել մեծ խենթություն չկա։ Ժողովողը ասում է. ուրախացիր երիտասարդ քո երիտասարդությամբ, սակայն ավելացնում է, բայց իմացիր, որ այդ բոլորի համար Աստված դատաստանի պիտի ենթարկի քեզ։ Կամենում է ասել, որ քո երիտասարդ օրերի սանձարձակ ուրախության համար հետո դատվելու ես։ Ճշմարիտ խրատողի խոսք է, երբ ասում է. ով արդարանալու է, թող արդարանա, քանզի արդարը ձգտում է արդարություն գործելու, իսկ մեղավորը մեղք։ Սիրակ իմաստունը ասում է, մեղավորը մեղքերի վրա մեղք կավելացնի, իսկ արդարը հաստատվում է գերբնական շնորհների մեջ։ Ըստ այն խոսքի, թե ով ունի, նրան պիտի տրվի և ավելացվի։ Ահա գալիս եմ շուտով, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Քրիստոսն է խոսում, որ պարզ լինեն վերևում ասվածները, ինչպես հեռու երկիր գնացած մի թագավոր իր շուտափույթ վերադարձի հրովարտակն է ուղարկում իր տան վերակացուին կամ թագավորական փոխանորդին, հնազանդներին պսակներ տալու, իսկ ապստամբներին պատժելու համար։ Եվ իր խոսքերը հաստատելու համար վերջում պատվիրում է գրել. ով ապստամբ է, թող ապստամբի, ով հնազանդ է, թող հնազանդվի։ Սա արդեն ոչ թե հրաման է, այլ ասում է ապստամբներին ահ ու երկյուղի մեջ պահելու, իսկ հնազանդներին ուսադրելու համար։ Ես եմ ալֆան և օմեգան, սկիզբը և աղջանը, առաջինը և վերջինը։ Այս ասում է, որպեսզի իմանանք, թե ինչպես որ ստեղծման սկիզբն է ինքը, այդպես էլ ավարտվան վերջը։ Ինչպես խոստանում, այդպես էլ կատարում է, քանզի ամեն բան իր ձեռքում է, թե վարձք, թե պատիժ, և ինքն է բոլորի դատավորը։ Երանելի է նրանք, որ պահում են նրա պատվիրանները, նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն։ Ես, Հիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ եկեղեցիներիդ։ Ես Դավթի արմատից ու ցեղից եմ, պայծառ աստղը առավոտի։ Հոգին ու փեսան, որ գալու եմ, հարսներն ասում են՝ եկ, և ով լսում է, թող ասի՝ եկ, և ով որ ծարավ է, թող գա, նաև նա, ով ուզում է առնել կենաց ջուրը ձրի։ Վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված էլ նրա վրա կավելացնի այս գրքում գրված 7 պատուհասները։ Ով Աստվածաշնչին որևէ բան ավելացնի կամ պակասեցնի, կլինի սուրբ գրքի հերձվածող, ինչպես արեց Մարկեանոսը, որին դրա համար Տերտուղիանոսը անվանում է Պոնտոսի մուկ, քանի որ պոնտացի էր։ Ով այս մասին վկայեց, ասաց. ես գալիս եմ շուտով, ամեն։
Նրա գալստյա մասին լսելով Հովհաննեսը մեծ փափագով վերջում ասաց ամեն, ավելացնելով. «Եկ Տեր Հիսուս Քրիստոս, քանզի սրբերը ունեն համբերությամբ լի կյանք և ցանկանում են իրենց այս երկրային և մարմնավոր մահը մանավանդ, որպեսզի հասնեն անմահության, ուստի հառաչանքով դիմում են Տիրոջը։ Եկ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող լինի նրա բոլոր սուրբերի վրա, ամեն։ Եղեցի։